խոսում եմ այսպիսի աֆորիզմով, կար չկար մի արջի, շատ էր ուզում երջանիկներ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ու հավանաբար խոսքը նաև հնարվա նպիստին պրախալամայի մասին, որից հաճախ դուժում են մարդիկ, բայց ոչինք ստեղծում է այնպիսի պայմաններ, որ մարդը կասկածի տակ դնում մի հոգեկան առողջությունը, նաև ազդում ֆիզիկական առողջության վրա ու մարդու վերաբերմունքը կյանքի, աշխարհի, մարդկանց հանդեպ երբեմն դառնում է բացասական, երբեմն մարդը ունենում է շատ ապրածիկ, տխուր, անհուսալի վերաբերմունք ընկալում աշխարհի մասին։ Ու ստեղ եթե վերնագիր տնենք ես ամեն ինչի թվարկվածներից, ինքը կանչի հետևյալը խաղ նարցիսի կանոններով կամ հարաբերություն նարցիսի կանոններով։ Իսկ ինչ վերաբերվում է քո ասած անվանումը, աֆորիզմին, կարծում եմ գաղտնիք չի, որքան որ բոլորը չեն բացրացնում, որ շատերը ուզում են ավելի ճոխ կյանքով ապրել, ստանալ սեր, ջերմություն, ուշադրություն, ֆինանսական ապահովություն ու երբեմն կարճ ուղին դրան հասնելու որոշ աղջիկների մոտ, ինչու՞ չէ երբեմն այդ տղաների մոտ դառնում է գտնել մեկին, ով ունի այդ ամեն ինչը եւ իրենց հետ կկիսվի։ Սկզբից շատ ինքը անշար երևույթ է, ու կարա մարդիկ որ քննադատեն, որ ինչի դες, բայց մեր հենց մշակույթում դաստիարակության մեջ չկա այդպիսի մոտեցում, երբ որ ծնողները աղջիկ երեխային ասում են, դե քեզ կրթության չենք տալիս, տղայի վրա է ներդրումը արվում, որտեղ ապավենը ինքն է, այդ ազգը շարունակողը ինքն է, դու կամուսնանաս, կգնաս, լավ ամուսին կգտնես, ապահովված ամուսին կգտնես, թող քո ամուսինը քեզ տա այն ամենը, ինչի կարիքը որ ունես։ Շատ ցավոտ է հնչում իրականում, որքան էլ ես հիմա տղամարդու պոզիցիայից եմ այս ամեն ինչը ներկայացնում, բայց ես այստեղ մաքսիմալ փորձել եմ նեյտրալ լինել ու այդ սեքսիզմը դնում ենք մի կողմ, մեկը մյուսի պաշտպանելը դնում ենք մի կողմ։ Ու խոսքը նրա մասին չի, որ ես կնամեծար չեմ կամ ինքական սերն չեմ հարգում սիրուց, ստեղ խոսելու եմ կոնկրետ խնդրի մասին։ Շատ է հարգում եւ շատ է սիրում։ Հետևաբար գուցե մեր արդեն դաստիարակության մեջ ընտանիքում լինում է այն մեսիջը, որ ոնց որ հույսը ուրիշի վրա է լինելու։ Այսինքն քեզ չեն տալիս այն ամեն ինչը, որ դու դառնաս քո հենարանը, որ դու ստեղծես քո հանապազօրյա հացը, քո տունը, քո մեքենան, ընտանիքի նաև ֆինանսական ու մյուս արժեքների մեծ ներդրում ունենաս։ Ստեղծում են մի բան, որ դու մի երևույթ, որ դու պետք է գնաս ու դա քեզ տրվի։ Կախյալ լինես։ Հա, ինչ որտեղ կախյալ ես։ Եվ այն մարդը, ով որ հետագայում չի կարողանում այն աղջիկը զարգանա այն աստիճան, որը որ մենակով ապրելու համար բավարար կլինի, նա հենց այդ նույն սկզբունքով, այդ այն ինչ որ ստացել է, այդ մեսիջով, այդ ուղերձով արդեն մտնում է հասուն կյանք։ Եվ այստեղ քանի որ ինքը ունի ինչ-որ դատարկ մասեր, թերի մասեր, չբավարարված մասեր, կարիքներ, որը պետք է հոգան, սկսում է ֆիլտրել միջավայրում, ով կա այդ կերպարներից, ում հետ կարող է շփվել եւ հաճախ աղջիկը բարի միտումներով է դառնում, այսինքն այդքան էլ շահաբիտական տեսանկյունով չի նայում, այդքան էլ մերկանցիկության մասին չի խոսքը, այլ նայել է ուզում երջանիկ լինել, ունենալ ընտանիք, ապահովություն, սեր, ջերմություն, իրեն պաշտպանել, այն բացերը, որ չի ստացել, մեր հոգեկան ամբողջ կյանքում որոնում են եւ հանդիպում են իրար։ Ես ուզում եմ ավելի հետ գնալ, այսինքն մանկությունից է գալիս, հեքիաթներից, դասերակցությունից, իսկ հիմա արդեն սոցիալական ցանցերից, որոնք որ լիովին նպաստում են, որպեսզի աղջիկները գնան այդ ուղիով, հա? Տարբերակներ, մի տարբերակ չի ու առհասարակ հոգեթերապևտը հակում չունի ինչ-որ բան ասել ու պնդել, որ սա ամենաճիշտ տարբերակն է։ Ձեր թվարկածները բոլորը կարող են լինել ռեալ կամ իրական, այո, սոցկայքերը ևս մեծ ազդեցություն շոուն, հեռուստատեսությունը, կլիպները, ֆիլմերը, մոդայիկ ժուրնալները, հենց ինքը մոդա, քարոզը, որ աչքը տեսնում է, որ աշխարհում այնտեղ միտեղ կան
բաներ, առարկաներ, վիճակներ, որ հասանելի են մարդկանց, ովքեր որ տարբերվում են, առավել եւս ֆինանսապես։ Այսինքն մենք ընկնում ենք մարքետոլոգների թակարդի մեջ։ Քանի որ աշխարհը այսօր ավելի նյութականի վրա է ձևավորվում, ինքը տելևիզիան, ռեկլամա, կուրորտների ռեկլամաները, հանգստյան վայրերի ռեկլամաները, հագուստի, մեքենաների, հեռախոսների, համակարգիչների, ինքը շատ գայթակղիչ է։ Ինքը մենյուն շատ մեծ է այսօր աշխարհում։ Ու մենք բոլորս էլ ուզում ենք ինչ-որ չափով օգտվենք, բայց ինչ ենք վճարում դրա համար։ Այստեղ գուցե խորանանք արդեն այն թեմայի շուրջ, որ մարդուն բարի նպատակներից ելնելով, ապրելու միտումից ելնելով, ինքն էլ է ուզում կյանքը համտեսի եւ հայտնվում է նարցիսական ազգային խանգարում ունեցող կամ եթե ավելի կարճ ասեմ, ավելի գլոբալ ասեմ, նարցիսի թակարդում։ Այսինքն ուզում ես ասել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր որ կարող են ապահովել այդ երիտասարդների շքեղ կյանքը, չակերտավոր, չգիտեմ, ուրախ եւ զվարթ կյանքը, իրենք բոլորը նարցիսներ են։ Բոլորը նարցիսն են, շատ կոպիտ արտահայտություն կլինի ու արդեն վիրավորական կլինի, ուղղակի քանի որ այսօր շեշտադրում է այդ կոնտեքստի վրա է լինելու նարցիսական խանգարումների կամ ինչ է կոչվում խաղ նարցիսի կանոններով, այդտեղ հարաբերությունները երբ որ արդեն սկսում են, ու միշտ չի որ հեն շատ դիտական տեսանկյունից է սկսում աղջկա մոտեցումը կամ տղայի մոտեցումը, ուղղակի կան մարդիկ, ովքեր որ ունեն այդ խնդիրը, իրենց համար դա խնդիր չէ, այսինքն նարցիսական առանձնահատկություններով օժտված է, եւ երբ որ իր հետ սկսում է հարաբերություն, այդ մարդիկ ունեն բնավորության սպეციფիկա, իրենց բնավորությունը, վարքի դրսևորումը, հուզական աշխարհը, մտավոր աշխարհը նորմայից դուրս է։ Այդ մարդկանց, այդ աշխարհի հանդեպ, մարդկանց հանդեպ իրենց համար վերաբերմունքը ստանդարտից դուրս է, ստաբիլ է, տոտալ է, ու իրենք ունեն սոցիալական դեզադապտացիա, այսինքն իրենք չեն կարողանում նորմալ սոցիալիզացվել։ Այն ինչ որ բոլորիս համար հնարավորինս թույլատրելի է, իրանց համար դա թույլատրելի չէ, եւ իրանք ստեղծում են իրենց համար հատուկ պայմաններ, որպեսզի իրանք ավելի լավ զգան։ Իսկ հատուկ պայմանները հենց էգոցենտրիզմն է։ Այդ բոլոր տեղերում ինքն է հերոսը ամենուր։ Այսինքն ինքը պետք է ունենա տոտալ իշխանություն իր զոհի վրա։ Այո, դա կառավարման, ինքնահաստատման գրանձիոզ լինելու միտում է։ Ես ավելի խելացի եմ, ես ավելի ուժեղ եմ, ես ավելի հարուստ եմ, ես եմ որոշում քո փոխարեն։ Ու դա այդպես ուղիղ չի ասվում։ Արդեն եթե մենք անդրադառնանք խաղ ասածին, դա հետեւյալն է։ Ես քեզ սիրում եմ, դու իմ միակն ես, բայց ես որ քո մասին հոգ չտանեմ, ով է քո մասին մտածելու։ Դու այնքան անդրագետ ես, այնքան անշնորհակալ ես, ես քեզ համար այդքան անեմ, գիշերը անքում մնացել, գնացել եմ եսին որտեղ գումարը բիզնեսի հետ կապված այդ պայմանագիր բանը ստորագրել, որ մենք ավելի շքեղ կյանք ունենանք, իսկ դու դա չես գնահատում։ Հաճախ գիտեք սա ինչից է բխում, այդ մարդ հենց փոքր տարիքում եղել չգնահատված։ Իր անձը չեն տեսել, տեսել են իր ձեռքբերումները, պետք է ինքը ունենա ձեռքբերումներ, որ տեսանելի լինի, եւ նա պրոյեկտում է իր մանկական տրավման, իր նոր պապայի, տատիկի հետ հարաբերությունների անկումը, պրոյեկտում է այդ աղջկա վրա։ Այսինքն ինքը նարցիսական ծնողների զավակ է։ Ամենայն հավանականությամբ ծնողներից մեկը ունենում է առանձնահատկություններ կամ խանգարում, կամ այդ շատ մեր իմացած խիստ տրադիցիոնի, որ ասում ենք, այդտեղ կան առանձնահատկություններ, որոնց վրա շատ չեմ ուզում խորանալ, որովհետև ինքը բացատրելու կարիք է լինելու, որ ունկնդիրը ճիշտ հասկանա, այստեղ չկա քննադատություն հայրենիքից, մենք այստեղ չենք հավաքվել ճիշտ ու սխալը, արդար է, անմեղ է, մեղավոր է որոշելու համար։ Մենք փորձում ենք հնարավորինս լուսավորել մարդկանց, թե ինչպիսի բնավորության առանձնահատկություններ կա, ինչ է կատարում տվյալ մարդու հետ, որ գալիս է հոգեթերապիայի, աղջիկը ասում է, վայ, դու չես պատկերացնում ինքը ինչ լավն է, ինքը աշխարհի ամենալավ տղան է, բարի, հոգատար, սիրալի, ինձ տանում էր գործի տեղ, հետո գալիս տանում էր, ասում էր ինչ ուզում ես հագի, ում հետ ուզում ես շփվի, ընկերուներիդ հետ շփվի, բոլորի հետ շփվի։ Ու երբ որ արդեն ամուսնացանք կամ կնիքը դրվեց, որ մենք հարաբերության մեջ ենք, մենք ընկեր ենք կամ ամուսիններ ենք, փոխվեց, փոխեց վարքային դրսևորումը, արդեն դու իր խաղի մեջ ես, արդեն ինքը քեզ նվաճել է,
Արդեն ինքը քեզ գրավել է եւ նա դարձնում է քեզ իր սեփականը։ Առաջին բանը, որ ինքը անում է, իզոլացնում է իր զոհին սոցիումից, հարազատներից, այն մարդիկ, ովքեր որ կարան խոչընդոտ հանդիսանան, իր սև գործը տեղ հասցնելու, ինքը իզոլացում է իր զոհին, եւ բայց տենց ուղիղ չի ասում։ Ասում է, ես գնում հոգեթերապիայի։ Ինձնից լավ ինչ հոգեթերապևտ, անվճար, ես մեր տունը նստած, միլիարդար գիրք եմ կարդացել, հոգեբանը տովա գնում փող ես տալի, 50 րոպե հետո ասում լավ ժամանակը ավարտվել է, էլի գնա։ Միջայլոց իրենք ամենալավ հաճախորդներն են, չէ՞, ես հիմա գնահատական տվեցի, բայց ասեց ամենաբարդ հաճախորդներն են նարցիսը։ Նարցիսը չի գալիս հոգեթերապիայի։ Իրեն կարող է բերել հոգեթերապիայի տագնապային խանգարումը, դեպրեսիվ խանգարումը կամ երբեմն գալիս է հոգեթերապևտի ներկայացնելու, այո, ինքնահաստատվելու որպես ինչ մարդիկ կան այս աշխարհում։ Հա, ինքը եկել է այստեղ էլ կոնկուրենցիա, որովհետև ինքը հաճախ խնդիր է ունենում իշխանություն, հեղինակություն ունեցող մարդկանց հետ, ճիշտ է, սկզբից տենց ակնհայտ ցույց չի տալիս։ Բայց երբ գալիս է հոգեթերապիայի, շատ ուժեղ կոնկուրենցիա կա։ Ինքը եկել է ոչ թե ինչ-որ բան ստանալու, այլ ինչ-որ բան ապացուցելու հիմնականում։ Ինքը ուզում է իր սիմպտոմները լռեն, անցնեն, բայց իր անձին չի թողնում գտնես, որովհետև իր ներսում ապրում է խոցված, վախեցած, անպաշտպան, սեր չստացած կամ գերչափազանց խնամք ստացած, լկստված ասածը, որ ասում է ճիշտ է, տեղին չի տերմինը, բայց այդպես էլ է նաև նպաստվում իր խնդրի ստեղծման, այսինքն որ ինքը չի իմացել, չի կարելի ինչու։ Այսինքն ես ուզում եմ հասկանալ քեզ նարցիսիզմը գալիս է գենետիկայով թե դաստիարակությամբ։ Ես այդքան էլ կողմ չեմ գենետիկա ասացի, գուցե ինչ-որ փոքր մասեր կա, բայց դա այն խանգարումներից մեկն է, ինչքան ցույց է տալիս փորձը, ուսումնասիրությունը, ավելի շատ ինքը տրավմա է, որ ձևավորվում է կյանքի ընթացքում։ Եթե անադարձ կատարենք, եթե ճիշտ եմ հիշում, Օտո Կերնբերգի հոգեկանի կառույցի 3 շերտին, այսինքն նևրոզիկ, սահմանային ու պսիխոզիկ, այնտեղ որքան հիշում մեջ վերում կա, թե որ տարիքում է որ տրավման ձևավորվում, օրինակ 0-ից մինչև 1-1.5 տարեկան պսիխոզիկ խանգարում է ձևավորվում, դրանից հետո մինչև արդեն 3 տարեկանը նևրոզիկ խանգարում է ձևավորվում, որտեղ արդեն կներեք նևրոզիկը չէ, անձնային խանգարում է ձևավորվում, իսկ 3 տարեկանից արդեն երբ որ եսը ձևավորված է, 3-ից 5 տարեկանը մինչև լատենտ փուլ ասած փուլ եկան այնտեղ ձևավորվում է նևրոզիկ խանգարումը, հետևաբար դրա համար էլ համարում է նևրոզիկ խանգարումը ամենաառողջ խանգարումներից մեկը, որտեղ որ անձ կա, որտեղ որ նա իր սահմանները քիչ թե շատ ճանաչում է, նրա գիտակցությունը տեղն է, քննադատական մտածողությունը տեղն է, նա շատ հասանելի է հանրության այդ մարդիկ, շատ լավ ծառայում են, իրենց գործը անում են, պունկտուալ են, տագնապային են, անհանգստացող են, փրկող են, այսինքն անձ կա այնտեղ։ Իսկ դրանից ներքև արդեն գնալով մինչև 0 հասնում եք արդեն անձ չկա, պսիխոզիկ խանգարումի ժամանակ, ինչ է կոչվում, շիզոֆրենիա է, շիզի զարգացում, այսինքն տվյալ մարդու կոնտակտը արտաքին աշխարհի հետ խզվել է, ընդհատվել է, ինքը ստեղծում է նրա աշխարհում ինչ-որ ֆանտաստիկ երևույթներ ու ապրում է այդտեղ։ Իսկ անձնային խանգարման ժամանակ, որոնք որ 10-ն են, հիմա նորից չեմ անդրադառնալ բոլորին, այստեղ մարդը հիվանդ չի կամ հոգեկան խանգարում չի, դա անձի մակարդակն է, այսինքն իր անձը պաթոլոգիկ առանձնահատկություններ ունի։ Նշեցի բնավորություն ասածը, բնավորության պաթոլոգիա ասածը, միտքը, էմոցիաները ու վարքը, պաթոլոգիկ վիճակներ ունի, ինքը ունի ինչ-որ կոնկրետ ստանդարտներ, որով ապրում ինքը չի ընդունում սոցիալական ստանդարտներ հիմնականում, 3 խումբ անձնային խանգարում կան։ Ինքը հենց կա ստանդարտները։ Այո, ախտորոշիչ կրիտերիաներ կան։ Հիմա նա հարց։ Ես հանդիպել եմ նարցիսի, ինչպես պետք է ինձ դրսևորեմ, ինչպիսի քայլերի հերթականություն, որպեսզի կարողանամ եւ երկրորդ հարցը սա կտամ, որպեսզի կարողանամ պաշտպանել իմ անձը ուտրվելուց, փլվելուց, հոգեկանից ինչպես պաշտպանել։ Սկզբից շատ դժվար է նկատելը, որ դու գործ ունես նարցիսական անձնային խանգարում ունեցող մարդու հետ, որովհետև ինքը իրեն այնպես է մատուցում, որ այդ տպավորությունը չես ստանում, ինքը շատ սիրուն քո հարված ներկայանալի, ահավոր բարձր մակարդակի ներկանալի տեսք ունի, հետաքրքիր պատմություններ իր գործերի մասին, շատ ուժեղ ներգրավվածություն է ցուցաբերում քո անձի հանդեպ։
Վայ ինչ սիրուն ես, վայ քո բոյը, վայ քո ձայնը, վայ քո ճաշակը, վայ քո կրթությունները, վայ ես ինչ ես որտեղ է դու որ մենք չենք հանդիպել, ստեղծում ենք որտեղ որ դու ամբողջության միջև հոգուտ խորքը, քո միջին փոքրիկ աղջնակը իրեն տարերքի մեջ ես այո մտածում է ինքը ավելի շատ նման է աղջնակ հայրիկ հարաբերություններին որտեղ որ կա իդեալական ընդունում, անքննադատողական, անգնահատողական ընդունում, հիացմունք, բայց դա ներդրում է, դա պարտք ես դու վերցնում, որի մասին տեղյակ չես։ Շատ ահավոր բարձր տոկոսադրույքով դու պարտք ես վերցնում, որը որ չես հասկանում, որովհետև այդտեղ դու հայտնում ես հուզական ճոճանակի վրա, այդ դրական հուզերը, այդ action ասած, հրավառությունները տեղի ունենում քո ստամոքսում, քո ներսում, թիթեռնիկներ, այնտեղ բարդագույն ինչ-որ ձիուկներ, հասենց մանկական ինչ-որ սպասելիքներ աշխարհից վերջապես ես հանդիպեցի ու հիմնականում արցական ազգային խանգարում ունեցող անձին համակրելի տեսք են ունենում, եթե անգամ շատ ինքը բնական, կենսաբանորեն գեղեցիկ չի ինքը այդ խարիզման կա, այդ մանյովրը, տիպը ռեչի, ռուսերեն այն շատ հնչում հայերեն կներեք չգիտեմ ոնց է, իրան մատուցելու ձևը, իրա հագու կապը, հիգիենան, օծանելիքը, չգիտեմ, մորուքի ձևը, սանրվածքի ձևը, բրենդային հագուստներ, ու չի բացառում, որ դա իր գումարներով չի, եթե ինքը այն լեվելի վրա չի, բայց հաճախ նաև այս խանգարում ունեցող, այս առանձնահատկություն ունեցող անձինք լինում են շատ բարձր պաշտոնյաներ, բիզնեսմեններ, ինչ-որ մասնագիտություններ են ունենում, ուժային կառույցներ են աշխատում, բայց հիմնականում իրենք միշտ հակում ունեն այդ տնօրինելու, իշխելու, կառավարելու, ենթարկացնելու, ես ավելի լավն եմ, ես ուժերն եմ, այո, տոտալական, ու չեն մոռանում, որ սիմպտոմներից մեկը եթե հայավարի ասեն, ես վերին արտիցորեն եմ։ Սկզբից ես եմ, հետո բոլորն են։ Ինչքան լավ բանի մասին խոսակցություն գնում է, եսով է սկսում, այսինքն ինքն է։ Ինչքան վատ բանի մասին խոսակցություն գնում է, որտեղ որ կա սխալ թերություն, դույով է, մնացածն է, ոչ։ Այսինքն իրենք պատասխանատվություն երբեք չեն վերցնում։ Որտեղ ինքը խոցելի է։ Ինքը չի կարող իրեն։ Իրան եթե քննադատեցի, իր այդ փխրուն շորած հոգեկանը, այդ տրավման արթնանում է։ Քննադատությունը իր համար դիտարկում է, որ ես էլի լավը չեմ, որտեղ իրան տենց էլ ասել են, իրան չեն ասել դու լավն ես, իրան համեմատել են Արտուշիկի հետ իրանց հարևան, որ նա միշտ ինձ էր ստանում, մամային օգնում էր, ինքը այսինքն միշտ իրեն թերի է զգացել։ Ու հաճախ հարգելի ես որ շփոթում եք, որ ասում եք նարցիսը ամոթ չունի, ընդհակառակը նարցիսը ամոթի ծովում խեղդվում է, բայց նա երբեք դա ցույց չի տալիս։ Հենց ամոթի թեման արտանում է, նա փախչում է, հենց պետք է նրան բռնացնես, իր եսը պարզես, նա փախչելու է կամ նա մի ձևով գնալու է։ Ու այո, հաճախ իրանք նաև խուսափողական վարքի դրսևորում ունեն, առավելևս երբ որ ստանում են այն ինչ որ պետք է, կամ ընթացքում երբ որ տեսնում են, որ դու արդեն հուզական ճոճանակի վրա ես, քո դոզան մի քիչ էլ է երկու խազել է ավելացնում։ Կորում է, որ դու իրան ավելի կարոտես, որ իր արժեքը ավելի բարձրանա։ Ու հետո հայտնվում է, ասում եմ, չգիտես ինչ խառնեի, ֆուրը շուրը կավ ապրանքը Պարսկաստանից գալուց, նավը մեքենաները բարձած, ես իմ քանի միլիոն դոլարի շուր եմ կար, սա դուր է գնաց, ես ինչ վատ է։ Բայց իրանց ամենասիրած մանիպուլյացիան գազլայթինգն է։ Հա։ Բացի մի քիչ գազլայթինգի մասին, հա։ Գազլայթինգ տերմինը ինքը որ տես չունեմ հոգեբանական տեսանկյունից ներկայացնեմ, նաև սենց կարող է կոչվել առօրյական շարան է, բայց այն տիպի նրբանկատոր է, որ դու մտածում ես, որ դա շար չի։ Դու սկսում ես կասկածել քո adekvatության վրա, հիշողության վրա, մտավորության։ Այո, քեզ հետ կապված ամեն ինչի վրա, անգամ տեսքը հոգեկան հիվանդ քեզ համարել։ Այո, անգամ երբ որ դու ահավոր գեղեցիկ գայթակղիչ կինես, ինքնագնահատական իշխում է նիժե պլինտուսա ու դու մտածում ես, որ դու գեշ անտերես։ Հենց արտահայտություն ես գիտեմ արել եմ։ Դու դառնում ես կոսմետոլոգների լավ հաճախորդ։ Նաև, ինչու կոսմետոլոգների, հիվանդանոցները։ Ես դու հիշողության խնդիր ունես, տեսնում ես դու մտավոր հետամնաց ես, որտեղ ինքը անդադար դա արել է, դու դեբիլ ես, դու միշտ մեղավոր ես, քեզ հետ ես ոնց խոսամ, այ անշնորհակալ, մատանին առել եմ, այն մեկը առել եմ, այն մեկը
Այս ինչ բանը դնում ես, ստեղ մոռանում ես, բայց ինքը միտում նոր կարող է ինչ բանը վերցնել այդտեղից, որ քեզ այդ խափուսիկ իրավիճակի մեջ հայտնվես։ Կամ պատմում է, որ դու սենց բան էիր ինձ ասել ու շատ համոզիչ։ Լոգիկայից դուրս։ Հա, բայց դու մտածում ես, ես սենց բան չեմ ասել, ինքը սկսում ես այո, առաջին Ես կարծում եմ նաև մի լավ զենք կա իրենց դեմ օգտագործելու, դու չպետք է թույլ տաս, որ իրենք ունենան քո հանդեպ իշխանություն։ Այդ դեպքում դու կարծես տրվում ես։ Ես շատ սպոնտան դու մտնում ես այդ ծուղակը, որ իրեն տալիս ես այդ իշխանության ղեկը, որովհետև դու մտածում ես, որ ինքը շատ հուսալի է, ապահով է, սրտացավ է։ Դա ենթագիտակցորեն է։ Դե այդ ապահովության ու պաշտպանած լինելու կարիքս բոլորս ունենք, մանավանդ աղջիկը, երբ որ ինքը ֆիզիկապես վսյոտոքի ավելի թույլ էակ է համարվում, ու ես եկեք չմոռանանք, ինչքան է օգնոցը շատերի համար անհասկանալի է, այստեղ նաև մենք գործ ունենք աղջիկ հայրիկ մոդելի հետ, որովհետև նա ստեղծում է այն վիճակը, որ քո հոգեկանը թարմանում են այդ հիշողությունը, առավել ցավոտ է լինում, երբ որ դու դրա կարոտն ու բացը ունես, երբ որ չես ունեցել հուսալի, ապահով, ֆիզիկապես նաև և հոգեպես ներկա հայրիկ, դու լսել ես, որ հայրիկը ով է, ինչ կարար տար, ու դու ուզում ես այդ բացը լրացնել, ու քեզ թվում է, որ այս սենց է լինում, այդ սերունդու պողկում ես իրան, այս ինքը քեզ տանում է բրավալի։ Գնացինք պսիխոանալիզ, այսինքն հայրիկների գլխավոր դերակատարում աղջիկների հարցում այդ ստալինոյ պողպատյա ողնաշար կառուցելն է աղջիկների համար, ես ոչ թե կասեի պողպատյա, այլ հոգեբանական ողնաշար է, որը որ նայում ես չի երևում, բայց ամբողջը դրա վրա է կառուցված։